Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մեզ շատ հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում ժայռերով հարուստ մի մարզում։ Մարզում շատ են ինչպես քրիստոնեական, այնպես էլ հեթանոսական տաճարները։ Այն հարուստ է ներքին ջրերով, գետերով, աղբյուրներով, լճերով։ Զբոսաշրջիկների և մարզիկների սիրելի վայրը հենց այս մարզն է։ Ամեն քայլափոխի այս մարզում կարող ես հանդիպել որևէ հուշարձանի։ Վստահ եմ, արդեն հասկացաք, որ խոսքը վերաբերում է Կոտայքի մարզին, միակ մարզին, որը ոչ մի պետության հետ սահմանակից չէ։ Այժմ տեսնենք աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։ Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում և սահմանակից է Լոռիին, Տավուշին, Գեղարքունիքին, Արարատին, մայրաքաղաք Երևանին, ինչպես նաև Արագածոտնի մարզին։ Հիմա իմանանք մի քանի տվյալ Կոտայքի մասին։ Կոտայքի տարածքը 2086 կմ²-ի է։ Բնակչությունը 254,4 հազար մարդ։ Մարզկենտրոնը Հրազդանն է։ Քաղաքներն են Աբովյանը, Չարենցավանը, Եղվարդը, Նորհաճնը, Բյուրեղավանը և Ծաղկաձորը։ Շնորհիվ աշխարհագրական դիրքի մարզը տրանսպորտային մեծ նշանակություն է ապահովում ողջ երկրի համար։ Մարզի տարածքով են անցնում Երևան-Հրազդան-Իջևան, Երևան-Հրազդան-Սևան ավտոճանապարհները։ Բնությունը նույնպես շռայլ է այս մարզում, կան ինչպես սարավանդներ, այնպես էլ լեռներ։ Խոշոր սարավանդներն են Եղվարդի դաշտը և Կոտայքի դաշտը, իսկ լեռներից Փամբակի, Ողջաբերդի, Գեղամա, Ծաղկունյաց, Արայի լեռները, Գութանասարն ու Հատիսը։ Այժմ ձեր էկրաններից տեսնում եք Ողջաբերդից բացվող տեսարանը, իսկ հեռվում հորիզոնին երևում է Արարատ լեռը։ Կոտայքի մարզում է գտնվում Ծաղկունյաց լեռները, որի ամենաբարձր գագաթը Թեղենիսն է։ Գութանասար լեռը նույնպես գտնվում է Կոտայքում։ Կոտայքի մարզով է անցնում նաև Սևանից սկիզբ առնող միակ գետը Հրազդանը, այլ խոշոր գետեր նույնպես կան, որոնցից ամենահայտնին Ազատ գետն է։ Խոշոր են նաև Մարմարիկը, Գողթը, Բջնին և Ծարը, լճերից հայտնի են Բարձրունին և Բազմալիճքը։ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ ձորում գտնվում է Ազատ գետը, որի վրա կա կառուցված միջնադարյան կամուրջ։ Կոտայքի մարզը շատ հարուստ է օգտակար հանածոներով, և մետաղական, և հանքային ջրերով, և շինանյութերով։ Մարզը հարուստ է նեֆելինային սիենիտի, երկաթի, ոսկու, մարմարի, պեռլիտի, ինչպես նաև հանքային ջրերի պաշարներով։ Հանքային ջրերից հայտնի են արզնին, բջնին և հանքավանը։ Կլիման չորցամաքային է, իսկ միջին բարձրություններում բարեխառն լեռնային։ Լանդշաֆտներից տարածված են չորտափաստանային, սևահողային տափաստանները, ինչպես նաև անտառային լանդշաֆտները։ Սիրելի աշակերտներ, եթե այս տարանցիկ մարզով ճանապարհորդում ես, անպայման այցելիր հետևյալ տեսարժան վայրերը։ Բջնի այցելելիս դու կտեսնես հետևյալ վայրերը՝ Բջնու ամրոցը և եկեղեցին։ Հայաստանի Հանրապետության բնության հուշարձաններից երևի ամենաշքեղը Քարերի սիմֆոնիան է, որը բազալտներից բաղկացած հրաբխային ծագման քարե հրաշք է։ Այն կտեսնես Ազատ գետի կիրճում, Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ։ Կոտայքի մարզի ճարտարապետական մարգարիտներից է համարվում Գեղարդավանքը, որին անվանում են նաև Այրի վանք։ Ի դեպ, հենց այստեղ է պահվել ժամանակին աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որի անունից էլ վանական համալիրը ստացել է իր այսօրվա անունը։ Կոտայքում է գտնվում նաև Հայաստանում ամենալավ պահպանված հեթանոսական տաճարը՝ Գառնին։ Անպայման պետք է այցելել Կեչառիսի վանական համալիր, որը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում։ Կոտայքի մարզում մեր ճանապարհորդությունը ավարտում ենք Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Իսկ մեր տասն այսօր այսքանն էր, կհանդիպենք հաջորդ մարզում։